Շաբաթվա աստղային պատկերը։ Ով կարող է հանգստանալ, իսկ ով դեռ ոչ։ Նոր տարվա շունչը արդեն զգացվում է, եւ շատերի համար ներքին լարվածությունը աստիճանաբար թուլանում է։ Սակայն աստղային դասավորությունները զգուշացնում են, որոշ նշանների համար վաղ է թուլանալը։ Անուշադրությունը, շտապողական որոշումները կամ չափից դուրս ինքնավստահությունը կարող են անսպասելի բարդություններ ստեղծել հենց ավարտական փուլում։ Խոյ։ Այս շաբաթը խոյերի համար բացում է նոր հնարավորությունների դուռ, նոր փորձարկումներ անելու ցանկությունը մի ճնշեք։ Շաբաթվա սկզբին կենտրոնացեք առաջնահերթ խնդիրների վրա, հատկապես երկուշաբթի եւ երեքշաբթի։ Չորեքշաբթին բարենպաստ է լրացուցիչ եկամտի կամ նոր գաղափարի համար։ Հինգշաբթին նվիրեք ներքին հավասարակշռությանը։ Շաբաթվա վերջում ուշադրություն դարձրեք փաստակղթերին, հաղորդակցությանը եւ ֆիզիկական ակտիվությանը։ Կիրակին հարմար է սիրային հանդիպումների համար։ Ցուլ։ Ցուլերի կյանքում ամեն ինչ կսկսի դասավորվել բնական հոսքով։ Խուսափեք կտրուկ շրջադարձերից եւ մի փորձեք վերահսկել ամեն ինչ։ Շաբաթվա կեսին փակեք կիսատ գործերը եւ կատարեք խոստումները։ Հինգշաբթին առանձնահատուկ բարենպաստ է անձնական հարաբերությունների համար։ Շաբաթվա վերջում հնարավոր են կարևոր զանգեր կամ բանակցություններ, որոնք կպահանջեն լիարժեք ուշադրություն։ Հանգստյան օրերին առաջնահերթություն տվեք վերականգնմանը։ Երկվորյակ։ Այս շաբաթ երկվորյակներին հնարավորություն է տալիս դանդաղեցնել եւ վերագնահատել ընթացքը։ Շաբաթվա սկզբին կարգի բերեք գործերն ու ֆինանսները։ Շաբաթվա կեսին եղեք ազնիվ ինքներդ ձեզ հետ։ Հինգշաբթին խուսափեք ավելորդ պարտավորություններից։ Ուրբաթ հնարավոր է անսպասելի առաջարկ։ Հանգստյան օրերին բնության հետ շփումը կօգնի վերականգնել հոգեկան ուժերը։ Խեցգետին։ Խեցգետիններին սպասվում է ակտիվ շաբաթ։ Շաբաթվա սկզբին շփումները շատ կլինեն, բայց կենտրոնացեք միայն կարևոր կապերի վրա։ Երեքշաբթի զգուշ եղեք խաբեությունից։ Չորեքշաբթի բաց հաղորդակցվեք սիրելիի հետ, խուսափելով թյուրըմբռնումներից։ Շաբաթվա երկրորդ կեսին ուշադրություն դարձրեք ընկերների եւ գործընկերների խորհուրդներին։ Հանգստյան օրերին առաջնահերթ է լիարժեք հանգիստը։ Առյուծ։ Առյուծների համար շաբաթը կբերի աստիճանական առաջընթաց։ Թեթև ընդունեք ժամանակացույցի փոփոխությունները եւ փոքր թյուրըմբռնումները։ Երեքշաբթին կօգնի խուսափել կոնֆլիկտներից։ Շաբաթվա կեսին կարող եք հասկանալ, որ բոլորի հավանությունը պարտադիր չէ։ Շաբաթվա վերջում սպասվում է կարևոր լուր կամ զանգ։ Կույս։ Կույսերի համար շաբաթը կարող է մեկնարկել ճանաչումով կամ կարևոր տեղեկությամբ։ Ձեր արտաքինն ու վարքագիծը կարող են օրինակ դառնալ ուրիշների համար։ Շաբաթվա կեսին հարմար պահ է լուրջ զրույցների կամ ելույթների համար։ Երկրորդ կեսը կբերի անսպասելի փորձություններ, որոնք խաղի նման ընդունելու դեպքում կբարձրացնեն տրամադրությունը։ Հանգստյան օրերին խուսափեք վնասվածքների ռիսկից։ Կշերք։ Կշերքներին սպասվում է անկանխատեսելի, բայց ակտիվ շաբաթ։ Շաբաթվա սկզբին գաղափարներն ու շփումները շատ կլինեն։ Երեքշաբթին վճռորոշ է ֆինանսական բանակցությունների համար։ Ուրբաթ օրը կարող եք հայտնվել ուշադրության կենտրոնում։ Հանգստյան օրերին խուսափեք սադրանքներից։ Կարիճ։ Կարիճների կյանքում հնարավոր են դրական փոփոխություններ։ Շաբաթվա կեսին էներգիան բարձր կլինի, սակայն խուսափեք շտապողականությունից։ Հինգշաբթի հոգ տարեք առողջության մասին։ Շաբաթվա վերջում հնարավոր են ծրագրերի փոփոխություններ, որոնք պետք է ընդունել հանգիստ։ Հանգստյան օրերին ընտրեք խաղաղ միջավայր։ Աղեղնավոր։ Աղեղնավորներին խորհուրդ է տրվում կենտրոնանալ առաջնահերթությունների վրա։ Պահպանեք ռեժիմը եւ առողջ ապրելակերպը։ Շաբաթվա կեսին ժամանակ հատկացրեք ընտանիքին։ Ուրբաթ փակեք ֆինանսական հարցերը։ Շաբաթավերջը բարենպաստ է ռոմանտիկ պահերի համար։ Այծեղջյուր։ Այծեղջյուրների շաբաթը արդյունավետ կլինի նախաձեռնողականության դեպքում։ Շաբաթվա սկզբին նոր առաջադրանքներ կծագեն։ Երեքշաբթի ընդունեք օգնությունը։ Շաբաթվա երկրորդ կեսին վերանայեք, ինչն է այլևս չի ծառայում ձեր օգտին։ Հանգստյան օրերին խուսափեք ավելորդ ծախսերից։ Հանգստյան օրերին բաց եղեք նոր հնարավորությունների համար։ Ջրհոս։ Ջրհոսների սպասվում են հուզական տատանումներ։ Շաբաթվա սկզբին կենտրոնացեք բարդ խնդիրների վրա։ Չորեքշաբթի հաջող օր է կարևոր զրույցների համար։ Շաբաթվա վերջում հնարավոր են անկանխատեսելի իրավիճակներ, որոնք պետք չէ չափազանց լուրջ ընդունել։ Հանգստյան օրերին բաց եղեք նոր հնարավորությունների համար։ Ձկներ։ Ձկները պետք է պահպանեն կենտրոնացումը։
Շաբաթվա սկզբին կարգի բերեք ձեր միջավայրը։ Հինգշաբթի օգտակար է ապագայի պլանավորումը։ Ուրբաթ խուսափեք շտապողականությունից։ Հանգստյան օրերին վստահեք ձեր ներշնչանքին։ Այն կարող է կյանքի մեծ շրջադարձ բերել։ Ընդհանուր վերլուծություն եւ եզրակացություն։ Այս շաբաթը կենթանակերպի բոլոր նշանների համար անցումային փուլ է։ Հին տարվա ավարտից դեպի նոր սկիզբ։ Հաջողությունը կախված է ոչ թե արագությունից, այլ ուշադրությունից, ինքնավերլուծությունից եւ ճիշտ առաջնահերթություններից։ Նրանք, ովքեր կպահպանեն հավասարակշռությունը եւ չեն կորցնի կենտրոնացումը, նոր տարին կդիմավորեն հոգեպես պատրաստ եւ վստահ։